Լսվում նայեք, Ռոժան, ինչ վիճակ հիմա մենք պատկերացրեք կենցաղային վիճակ ձեր ընտանիքում կամ հարևան ընտանիքում հիմա երեխան դպրոցից գալիս է, ասում է ինչ է ստացել ուրախորը ասում է պապա ջան մեկ պապան էլ ասում է ապրես տղաս ես ինչ լավ տղա ես մի հատ էլ համբուրում է, մի հատ էլ շագալատա տալես հաջորդ օրը երեխան որ գնա դպրոց ձգտելու է ինձ տանը չի ձգտելու Ele մեկ ստացած գալով է մաքսիմում երկու այսպես տատանվել է հիմա մենք ինչ վիճակ ունենք Հայաստանը 18 թվականին ընտրություն ա եղել ընտրվել է Նիկոլ Փաշինյանը ընտրվել է վարչապետ ինչ խոստացել է լրիվ ձախողել է ուրի պատերազմ, կորուստներ, զոհեր եւ այլ եկել է 21 թվականը ժողովուրդը ասել է ապրես թեկուզ հարիվ ես բայց ապրես ոնց որ ընդունում ենք փաստացի սա է ընտրությունների ձայները նշանակում է գնահատում են այդ մարդու աշխատանքը ուրիշ բան չկա հիմա պարզ խոսանք է որ ասում ծուր նստենք ճիշտ խոսանք սա է մեր ժողովուրդը իրենց ձեռով գնացին եւ մեկի գիտելիքներ ունեցողին գնահատականը եղավ 50%-ից ավել 50 պլյուս 53 թե 54%-ի մոտ է հիմա եկավ խոստումներով ինչ ասեց հա այս բաները եղավ այս պրոբլեմները եղավ ճիշտ է սխալվել եմ կարելի է ուրիշ ձևի բայց սիրելով եմ սխալվել ժողովուրդ ջան ձեզ սիրելով եմ սխալվել ունեցանք Ղարաբաղի կորուստ, լրջագույն պրոբլեմներ, հողերի կորուստ և հիմա կրկնվում են նորը։ Հիմա ևս գալիս է և ասում է ինձ ես խոստումների հետ կապ չունի, ես այդ խոստումները տվել եմ ժողովրդին, բայց ես խոստումները atveçay չեմ կոպիտ ասած։ Սա այնքան աբսուրդ վիճակ է։ Իմ մոտ որևէ տրամաբանական շղթայի մեջ այս ամենը չի տեղավորվում։ Հիմա մեկ նորից ասելու ենք դե խեղճ Արիևը ինչ անի, նորից ասելու ենք այլ եւ չկա, նախկիններն են մեղավոր, չգիտեմ ով է մեղավոր, նույն ճանապարհով մենք պատրաստ ենք գնալ։ Ես պատրաստ չեմ։ Հիմա ձեզ ասում ենք, կա թիմ, որը պատրաստ է մտել պայքարի մեջ որը ցույց է տվել այս 5 տարվա ընթացքում իմիջիալոց ինչ ասել են ճիշտ է դուրս եկել իրականում մենք ես ուղղակի հիշեցնեմ 21 թվականի դիմադրության շարժման ժամանակ Երևանում Ֆրանսիայի հրապարակում բողոքը ինչի վրա է վարչապետը հայտարարեց ազգային ժողովում որ Ղարաբաղի հարցում նշաձողը պետք է մի քիչ իջեցնենք մենք միանգամից հասկացանք սա ուր է գնալ դուրս եկանք պայքարի բավարար աջակցություն չստացանք եւ նույն տարվա ընթացքում 2022 թվականին հոկտեմբերի արդեն հոկտեմբերի 6-ին գնաց եւ ստորագրեց ճանաչեց Ղարաբաղ Ադրբեջանի մասը եւ այդտեղից ամբողջը սկսվեց Եվս մեկ ցիկլ Ղարաբաղի դատարկման։ Հիմա մենք ձեզ ասում ենք, եթե 26 թվականին Նիկոլ Փաշինյանն ընտրվի, մեր ապագան արևմտյան Ադրբեջանը։ Սյունիքի վրա մեծ հարցականը թե կմնա, թե չմնա։ Շատ մեծ հարցական է։ Խաղաղությունը, որը մեզ փորձում են ծախել, խաղաղություն չի։ Սա խաղաղությունը այնքան ժամանակ քանի որ որևէ երաշխիքներ չկա, ինչքան ժամանակ Ալիևը համարի, որ իրեն հարմար է այս խաղաղությունը, իրեն ձեռ է տալիս այս խաղաղությունը։ Մենք սա մերժում ենք, մենք չենք կարող սրա հետ համաձայնվել։ Հուսով ենք, որ նաև ժողովուրդ այս երրորդ ցիկլով արդեն նաև ջոկել է, թե ինչ է կատարվում ում հետ գործ ունել։ Բազմաթիվ անգամ ասել է Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ,
կանել ճիշտ այն ինչ արվում է մինչ այսօր։ Մեկ ես մտածում եմ լավ կարող է էլ ինչ որ վատ բան անել, որ չի արել։ Ոնց որ ֆանտազիայից չի երևում, չկա, ինչ հնարավոր էր անել, ամեն քանապորտն էս մարդը արեց։ Հիմա մենք հաշտենք դրա հետ։ Հաշտ չէ։ Հիմա ես դրա վրա մի քիչ շատ լրջացրեցի, փորձեմ մի քիչ հետ բերել, մի հայտնի մի մարդ կար Հայաստանում, հայտամշակման նախարարություն կան այն ժամանակ։ Հիմա նախարար էր, բան շատ հայտնի մարդ է նախին ցեկայի վարժի վարիչ էր։ Հիմա վարորդը այդ մեքենա գնում էր, այդ վարորդը մեկ էլ Սևանի տրասայի վրա այդ լավ գիտեմ, որ մարդին լավ է ինչ։ Հիմա հանկարծ սենց բան արեց, ասեց լատոկները շատ էին, ասեց կահանի, դուք վրեն գորրած, այդ մարդը տորում ստվեց, մեքենան սենց կահանեցրեց, ասում է հետ քշի մի 50 մետր։ Այդ վարորդը հետ ակշել։ Ասում եմ դե երկու փոս կա, թողել ես, մոռացել ես։ Մի հատ այդ փոսերով էլ քշի։ Հիմա այսօրվա մեր վիճակն է, հիմա փոս չմնաց։ Այս երկիրը ինչքան հնարավոր լատոկներ կար այս քաղաքացիության մեջ, ինչքան հնարավոր լատոկներ կա աշխարհաքաղաքական ինչ-որ այս պրոցեսներում, ամենտեղ սենց մեզ մրոթոպսի մեջ։ Հիմա Ռուսաստանը հետ է սկսել։ Հիմա դուք եթե հետևեք, թե ինչ կարգի եղուտներ են ունենում Ռուսաստանում ազդեցիկ պաշտոնյաներ, ոնց են գնահատում իրավիճակը, սա լավ տեղ չի բերել։ Իմ ակնկալիքը, որ բավական լուրջ պրոբլեմներ են ունենալ։ Հետևում եմ այս ամենին, լավ եմ ճանաչում այդ երկիրը։ Կհամբեր են, հետո ռուսերեն ասած մալը не покажется։ Բայց գինը Փաշինյանը չի տալու, գինը մեր ժողովուրդն է տալու։ Ինքը արդեն սովորել է, որ ինքը կարող է պրոբլեմը ստեղծի, այդ թութուն ուրիշ արդյունքների հետ արդեն առնչություն ունենա մեր ամբողջ ժողովուրդը։ Հետո ինքը հանգիստ կարող է, ժողովուրդ ջան, ձեզ սիրում եմ, դուք չեք պատկերացնում, որ այս ամենը սիրելով եմ արել։ Սիրելով եմ արել։ Երեք հանրահավաքի ժամանակ այդ մարդակերների սերի մասին ասացեք, մանանքեր են սիրում, բայց ուրիշ բանի համար։ Հիմա եթե մենք թասիբ ունենք, եթե մենք մտահոգված ենք մեր երկրով, եթե մենք մտահոգված ենք այս փոքրիկների ապագայով, թույլ չպիտի տալ, վերջը ձեռից պիտի բռնենք, ասենք ոչ միայն ձեռից, այդ մռուտ բառը չեմ ուզում օգտագործեմ, բայց մեկը օգտագործեցի, չէ։ Պիտի ասենք ստոպ, երիքա։ Եվ դրա համար ինչ պետք է անենք։ Մի հատ ինձ ուշ եկա, հունիսի 7-ին ինչ ենք անել։ 17։ Հունիսի 7, համար 17։ Միասին կարող եք և ոչ միան դուք։ Հարևան, ընկեր, բարեկամ, բոլորի պետք է համոզեք, որ այսպես շարունակել չի կարելի, ոնց որ մենք հերթական փորձությունների համար, հերթական պրոբլեմը ստեղծելու համար էլի գնանք մարդու բանան, ինքը պրեմիա տակ, ասեք ապրես, ամոթ հավատ, ես լուսերով չի, անցած ընտրություններին օբյեկտիվ ունենք, իսկապես մարդի գնացել է ձայն են գնացել և ձայն է տվել և ամեն մարդով ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին, թող մի քիչ մտածի, թե ինչ հետևանքներ է սա բեր մեղադրանք չի, բայց զգաստանալու կոչ է որ նույնը ևս մեկ անգամ մենք չանենք